խակ ենք հասկանալու եւ գնահատելու Լուսինեի աստվածային շնորհների իրականացման ազդեցությունը։ Չենք պատկերացնում, թե ինչ ահռելի էներգիա է կուտակված այդ քնքուշ, մեղմանուշ կնոջ էության մեջ։ Աստվածային այդ պարգևին բոլորս ենք ձգտում, սակայն միայն Աստծո ընտրյալներն են արժանանում։ Մենք ընկալունակ չենք ըմբռնելու, հասու չենք, որովհետև չենք հասկանում Լուսինեի աստվածատուր առաքելությունը։ Որովհետև մեր կյանքում երբևէ նման բան չենք տեսել, չենք զգացել եւ հանկարծ մեր դեմ հառնում է Լուսինեն աստվածատուր շնորհներով։ Ուստի պիտի փայփայենք, գուրգուրենք նրան, պիտի հավատանք եւ վստահենք նրան։ Նա բարության եւ սիրո մարմնացումն է, իր սիրո սերմերը առատորեն շաղ է տալիս մարդկային հոգիներում, որպեսզի ծլարձակվեն եւ լցվեն Աստծո օրհնությամբ եւ ողորմությամբ։ Իր հոգուլույսը անմար է, որ վանում է մարդկանց տխուր ու խավար մտքերը եւ ողողում շողշողուն ու պայծառ լույսով եւ դառնում լույս խավար հոգիներում։ Նա տաքուկ ջերմությամբ ողողված արև է, որ իր շողերով պարուրում է մեր սրտերն ու ջերմացնում մեր վհատ ու հիվանդ հոգին ու մարմինը։ Նա այրվում է ուրիշի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքով, մերձավորից սիրիր անձիդ պես Աստծո պատգամով, ուրիշին հասնելու, օգնելու անմիջական պատրաստակամությամբ։ Նա ջերմացնում է մարդկանց սրտերը, երջանկացնում պահի զգացումը, խնդրողին ընդառաջելով, կարոտյալին ձեռք մեկնելով, չունևորին օժանդակելով։ Նրա համոզումը աստվածային օրհնաբեր պատգամն է։ Եթե մոմ ես, ինչպես ճրակ, շրջապատիր, լուսավորիր, ինչպես կրակ։ Նա երբեք չի կորցնում իր հոգու արիությունը, առաջնորդվելով Աստծո մեծ օրհնանքով։ Ոչինչ մի ունեցիր, այլ ունեցիր սեր ու հավատ եւ բաժանիր բոլորին։ Այս մեծության հոգու պաշարից նա բաժանում է մեզ իր սերն ու հավատքը։ Հավատք, որի աղբյուրը ամենակարողի Սուրբ Հոգու հորթահոս ակունքն է։ Եկեք բացենք մեր հոգու դարպասները եւ ընդունենք Լուսինեի աստվածատուր առաքելությունը։ Շնորհակալությամբ։ Ահա, անունը ես իհարկե ձեզ համար այս երեկո չկարդացի ու չհայտարարեցի հասկանալի պատճառներով, բայց ինչպես տեսնում եք, անսահման շնորհակալություն, գոհունակություն, սեր եւ իհարկե մեծ գնահատանք Լուսինեի մեծ աշխատանքի հանդեպ։ Շնորհակալություն Լուսինե, շատ ուրախ եմ այս նամակը երևի մենք 1000 անգամ խոսեինք, փորձեինք բացատրել եւ մի նամակը կարող էր ամբողջացնել եւ ավելի հասկանալի դարձնել, թե մարդը հստակ ինչ է զգացել որ դեպքում եւ ինչ է կատարվել իր հետ։